Հավատքի բանկի գրքույկը, Չարլզ Սպերջեն, օր հունվարի 27։ Եվ այնտեղ պիտի հիշեք ձեր ճանապարհները և ձեր բոլոր գործերը, որոնցով դուք պղծվեցաք, և պիտի զզվեք ձեր անձերից ձեր արած բոլոր չարությունների համար։ Եզեկիել 20:43 խոսք։ Երբ մենք ընդունվում ենք Տիրոջ կողմից և կանգնում ենք նրա շնորհի, խաղաղության ու ապահովության մեջ, մենք մղվում ենք զղջալու մեր բոլոր ձախողումներից և սխալներից մեր բարեգութ Աստծո առաջ։ Զղջումն այնքան թանկ է, որ կարելի է այն կոչել առաջին կարգի ադամանդ, և այն քաղցր կերպով խոստացված է Աստծո ժողովրդին որպես փրկության ամենասրբագործող պտուղներից մեկը։ Նա, ով ընդունում է զղջումը, նույն նա է, որ զղջումն էլ պարգևում է, և այն չի տալիս դառնության տուփից, այլ այն մեղրով պատրաստված թխվածքներից, որոնցով կերակրում է իր ժողովրդին։ Արյամբ գնված ներումի և անարժան ողորմության գիտակցումը քարի պես սիրտը հալեցնելու լավագույն միջոցն է։ Միգուցե մեր սիրտը կարծրացել է։ Եկեք մտածենք ուխտի սիրո մասին, և այն ժամանակ մենք կթողնենք մեղքը, կսգանք մեղքի համար և կզզվենք մեղքից։ Այո, մենք անգամ ինքներս մեզանից կզզվենք այդպիսի անսահման սիրո դեմ մեղանչելու համար։ Եկեք այս զղջման խոստումով մոտենանք Աստծուն և խնդրենք Նրան օգնել մեզ հիշելու, զղջալու, ապաշխարելու և վերադառնալու։ Ախ, երանի կարողանայինք վայելել Սուրբ Վշտի հալեցնող ազդեցությունը, ինչ մեծ թեթևություն կբերի այդ արցունքների հեղեղը։ Տեր իմ, հարվածիր ժայռին կամ խոսիր ժայռին, և թող ջրերը հոսեն։